Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ։ Այսօր մեր հյուրն է հոգեբան, հոգեթերապևտ Մերի Խաչատրյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մերի գարուն է, գարնանային տրամադրություններ, գարնանային սպասումներ, թե լավ, թե ցավոք սրտի ինչ որ վատ սպասումներ էլ կան, գիտեք, չեմ ուզում խորանալ երկրի վիճակի հետ կապված։ Որպես հոգեբան, հոգեբանի համար ինչ է գարունը, ինչի խորհրդանիշ եւ ինչ սպասումներ ունեք ընդհանրապես գարնանից։ Գարունը սիրո, նոր կյանքի, լավ տրամադրության։ Ես միշտ աշխատում եմ, որ իմ տրամադրությունը, իմ տրամադրվածությունը երբեք չկապեմ եւ եղանակների հետ, իրադարձությունների հետ։ Միշտ աշխատում եմ դրական նայել ամեն ինչին ու սովորեմ ապրել հենց եղանակի տակ։ Լավ ասացիք, պատկերավոր ասացիք, այսինքն գարունը, այսինքն ձեզ համար, ասենք հոգեբանական իմաստով դուք այդպես չեք տրամադրում ձեզ, որ միայն գարնանը պիտի լավ լինել, որովհետև գարուն է, որովհետև հաճելի սպասումներ կան, եղանակներն են տաքանում, հա եւ այլն, այսինքն մտածում եք, որ պարզապես ու природы, ինչպես ռուսերեն են ասում, нет плохой погоды, բնության մեջ վատ եղանակ չկա։ Այո, եթե եղանակով ես շարժվեմ, ապա եղանակը կսկսի կառավարել ինձ, եւ եղանակը եւ իրադարձությունները։ Իսկ երբ որ դու սովորում ես ուրախանալ, ապրել ցանկացած եղանակի, ցանկացած երաժշտության եւ իրադարձությունների մեջ, այդ ժամանակ դու սկսում ես տնօրինել քո կյանքը։ Իսկ այդ պարագայում, երբ որ եղանակով է շարժվում, ավելի շատ մենք ընդունում ենք զոհի կարգավիճակը։ Համաձայն եմ։ Այ դարը շատ մի տեսակ ագրեսիվացել է, չէ՞։ Այո։ Մարդիկ մի տեսակ իրար հանդեպ ագրեսիվ են, անհանդուրժողական են, տրանսպորտում ամենուր։ Ինչ անենք, որ դիմացի մարդը ձեզ հետ ավելի հանգիստ հաղորդակցվի, ավելի ագրեսիաները թողնի, մոռանա։ Ամենաառաջինը պետք է հասկանանք, որ մենք մարդկանց չենք կարող փոխել։ Եվ ամեն ինչը պետք է սկսվի մեզանից։ Եվ պետք է միշտ հասկանանք, որ աշխարհը նա է, ինչ որ կա մեր մեջ։ Ու երբ որ դու քո մեջ դրականն ես լիցքավորում եւ տեսնում ես միայն լավը, սկսում է աշխարհը փոխվել։ Նույնպես մարդիկ են սկսվում փոխվել, որովհետեւ հիմնականում մենք ձգում ենք այն մարդկանց, ինչ որ կա մեր մեջ։ Սկսում ենք չտեսնել բացասականը։ Բացասականը միշտ եղել է, միշտ կան։ Վատ իրավիճակները, պատերազմները, մահերը միշտ կան ու միշտ եղել են ու միշտ է լինելու են։ Բայց մենք հնարավորություն ունենք ընտրելու, տեսնելու լավը ու ցանկացած վատի մեջ տեսնելու ենք հնարավորություններ, որովհետև ցանկացած խնդրի մեջ ցանկացած խնդիր դա աճի կետ է։ Երբ որ այս տեսանկյունից ենք նայում կյանքին, կյանքը սկսում է փոխվել։ Իսկ պետք է մենք հասկանանք, որ մենք մարդկանց չենք կարող փոխել, բայց մենք կարող ենք դառնալ ել ավելի լավը, մտածել ել ավելի դրական ու հավատացեք, մարդիկ կամաց կսկսվեն փոխվել։ Եթե մենք ավելի ձեր ասածից հետևելով, եթե մենք ավելի լավն ենք դառնում, մարդիկ էլ գուցե դրանից ազդվելով կփոխվեն։ Իհարկե, պետք է առաջինը մենք մեր դրական էներգետիկան մենք տալիս ենք դիմացինին, չգիտեմ, ես հոգեբան չեմ, բայց փորձում եմ մի քիչ ձեզ հետ դինել հոգեբան, փոխանցել դիմացինին եւ դրանով հանդերձ դիմացինը կարողանում է իր մեջի եղած պոտենցիալ, դուք ասեք հոգեբանորեն ճիշտ եմ բացատրում, թե չէ, իր մեջի եղած պոտենցիալ դրական դուրս բերել։ Այո, մենք պետք է ծառայենք որպես օրինակ, նույն կերպ ծնողավարության մեջ, ասում եմ մի դաստիարակեք ձեր երեխաներին, դաստիարակեք ինքներդ ձեզ։ Երեխան չի անում այն, ինչ որ դու ասում ես, օրինակ, բալիկ ջան, այսպես պետք է անել, այլ երեխան անում է այն, ինչ որ տեսնում է, թե ինչ է անում ծնողը։ Դրա համար նույնը մենք այս կյանքում ոչ թե պետք է մարդկանց ասեք, գիտեք ինչ, մենք պետք է դուք կամ մենք պետք է այսպես ապրենք եւ այնպես ապրենք, այլ հենց մենք պետք է ծառայենք օրինակ։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ցանկություն ունեն փոխվելու, որովհետեւ օրինակ ծառայելով մարդիկ տեսնում են, որ եթե մենք ընտրում ենք այս տարբերակը, ունենում ենք այսպիսի կարգավիճակ։ Եվ նրանք էլ արդեն հնարավորություն ունենում փոխվելու, դառնալու ավելի լավը։ Իդեպ ընտանիքի երեխաներից խոսեցիք, վերջին շրջանում շատացել են ամուսնալուծությունները,
մեր հասարակության մեջ ընտանեկան անախորժությունները շատ եմ լսում ուղղակի դրա մասին ինձ ասած նաև տեղեկությունների հիման վրա եմ դա ասում այ ինչ անենք որ ասենք ամուսնալուծության պատճառով իրար չհանդուրժող չընդունող ամուսինների վարքագիծը երեխայի մեջ հոգեբանական տրավմաներ չառաջացնի որ ասենք չեն սիրում իրար, բայց ինչ որ հարկադրաբար մեկը երեխային բերում է մյուսի մոտ, զգում է երեխան այդ հոգեբանական ծանր վիճակը ես մոտավոր այսպես պատկերացնելով եմ սա ասում, եւ դա ավելի վատ անդրադարձ է ունենում երեխայի հոգեբանության վրա, երեխայի էության վրա, ինչ անել, որ մեղմվեն այդ տրավմաները։ Եվ ընդհանրապես առհասարակ ամուսնալուծությունները ինչի հետևանք են ըստ ձեզ։ Պատճառներից մեկը այն է, որ մարդիկ մտածում են, որ ամուսնանան կլինեն երջանիկ եւ այդ սպասումները միշտ չեն արդարացվում, որովհետեւ այն դատարկությունը, որ կա մարդու ներսում, ոչ ոք չի կարող դա լրացնել եւ միշտ հիասթափություններ են առաջանում։ Պետք է ընդամենը հասկանալ դու ով ես այս կյանքում, լինես երջանիկ ինքդ եւ ինքնուրույն, այնուհետև կարողանաս զուգընկերոջդ հետ կիսել երջանկությունը։ Հաջորդ պատճառը դա երբ որ զույգերը հավասարաչափ չեն զարգանում։ Այսինքն երբ որ ամուսնություն է տեղի ունենում կամ ընկերության ժամանակ տղան միշտ սահմանափակումներ է անում, քեզ սա չի կարելի, նա չի կարելի, ընկերների հետ շփվել չի կարելի, աշխատել չի կարելի ու արդեն անհամաչափ զարգացում է տեղի ունենում։ Եվ կինը բնականաբար, քանի որ զրկված է ընկերական շրջապատից, զարգանալու տեղ չունի, իրեն արտահայտելու, դրսևորելու տեղ չի ունենում, նա սկսում է միակ տարբերակը գտնել իր տղամարդու մեջ ու սկսում է ձուլվել։ Իսկ երբ որ կինը սկսում է ձուլվել տղամարդու մեջ, տղամարդը սկսում է փախնել։ Դրա համար ամեն մարդ պետք է ունենա իր ուրույն կյանքը, իր սիրած աշխատանքով պետք է զբաղվի։ Կներեք, այսինքն ուզում եք ասել, եթե կինը սկսվում է ձուլվել տղամարդու մեջ, ինչպես պատկերավոր ասեցիք, արդեն այդ կինը արժեքազրկվում է տղամարդու աչքերի մեջ, հա, երևի թե դրա համար տղամարդը ձգտում է այլ կնոջ, գուցե։ Իհարկե։ Այլ միջավայրի, այլ կնոջ, այսինքն այն գրավչությունը արդեն ձեռք չի բերում, էլի։ Իհարկե, բայց այդ ամեն ինչը անգիտակցաբար է տեղի ունենում։ Այսինքն տղամարդը դա անելով չի գիտակցում, թե ինչ խնդիրների է, այսինքն սահմանափակելով ինքը հասկանում է ինչի է սահմանափակում, բայց չի հասկանում խնդրի մյուս կողմը, թե արդեն ինչ խնդիրներ են առաջանում։ Հաջորդ խնդիրներից մեկը, երբ որ ծնողներն են խառնվում ընտանիքի մեջ, փորձում են դաստիարակել իրենց տղային կամ զույգերին, ցույց տալ, թե ինչպես կարելի է ապրել, բայց այդ փուլը պետք է մինչև ամուսնանալը կատարվի։ Հա, մեր հայ ընտանիքներում այդ բանը կա, չէ՞։ Այո, ոչ թե ամուսնությունից հետո արդեն սենց թևերը քշտում են, կոպիտ ասեմ, ու խառնում են ընտանիքի մեջ, ասում են, «Էս սենցա, նա նենցա», ոչ։ Պետք է թողնեն, որ արդեն պատրաստեն իրենց երեխաներին ու թույլ տան, որ իրանք ինքնուրույն ապրեն այս կյանքը։ Ու իրենք սխալվելով կհասկանան արդեն որն է ճիշտ եւ որն է սխալ։ Կամ ամուսնությունից հետո ծնողները հիմնականում ցույց են տալիս, այ քո կինը օրինակ շատ է գնում իր մայրիկի տուն, էս արգելի, ինքը սենց արեց, ինքը ստեղ սխալվեց ու կամած տղամարդը սկսում է հիասթափվել իր կնոջից։ Իսկ երբ որ հիասթափվում է, արդեն դառնում է դժբախտ, ոչ ուրախ եւ երջանիկ։ Ու արդեն այդ խնդիրներից տղամարդը սկսում է փախնել եւ իր ծնողներից եւ իր կնոջից, որովհետեւ արդեն իր ընտանիքում լավ հարաբերություններ չեն։ Ու այդտեղից էլ արդեն հաջորդ խնդիրն է առաջանում։ Այ եթերից առաջ հարցեր կային ուղված, օրինակ առաջի 3-րդ հարցն հիմա որ պատրաստվում եմ ձեզ տալ, մեր ալիքի բաժանորդներից մեկն է ուղղել ձեզ, շատ էր ուզում իմանալ, հատկապես որպես նաև առաջատար մասնագետ, առաջատար հոգեբան, հոգեթերապևտ, եւ երրորդ հարցը ասեց, իսկ մի հարց էլ ասեմ, շատ ավելի կարճ բովանդակության, այ սիրո պակաս կա երևի բոլորիս մեջ, ինչպես լրացնենք սիրո պակասը։ Կա սիրո պակաս, այդպես դեղամիջոց կա, գուցե։ Իհարկե, ամբողջ բացասականը, որ կա մեր աշխարհում, սիրո պակասն է, բայց սիրո պակաս քո անձի հանդեպ։ Բոլորս խոսում ենք սիրո մասին։ Այո։ Սեր, այնքան ենք ասում սեր, բայց կարծես թե ինչքան ասում ենք, այնքան սերը պակասում է մեկ-մեկ։ Որովհետև սերը մենք փնտրում ենք տարբեր տեղերում,
Այո։ բայց իրականում սերը սկսում է մեզանից ու մեր անձի հանդեպ։ Ու մարդիկ գալիս են քո կյանք ու ցույց են տալիս քեզ ու ցավացնում են այն հատվածները, ինչ որ չկա քո մեջ։ Այսինքն, եթե դու քեզ չես սիրում, չես հարգում, չես գնահատում, երբեք չի գալու այն մարդը, որ քեզ սիրելու է, հարգելու է, գնահատելու է։ Ու խնդիրները ոչ թե պետք է ասես, օրինակ ինչի են իմ կյանք գալիս նմանատիպ տղամարդիկ, ինչի ինձ չեն գնահատում, իմ տանը ինձ չեն գնահատում, չեն սիրում։ Մի հատ հարց քեզ պետք է տաս, իսկ արդյոք դու քեզ սիրում ես, քեզ հարգում եւ գնահատում ես։ Երբ որ անկեղծ լինես, հա, եթե անկեղծ չլինես, կասես, հա, իհարկե սիրում եմ, գնահատում եմ։ Բայց իրականում սիրել դա շատ խորը իմաստ կա, երբ որ դու քեզ ընդունում ես այնպիսին, ինչպիսին որ կաս։ Սիրել նշանակում է չհամեմատվել ուրիշների հետ, չնախանձել, չբամբասել, առաջինատին քո անձը իհարկե, ամեն ինչ այնքան արժեքավոր ես, հա, բայց եթե դու ավելի շատ մտածում ես, որ սերը դա անանձնական զգացողություն է, չէ, այսինքն հոգեբանական իմաստով, չէ, էլի դա դարձյալ հոգեբանական շերտ ասա, այսինքն դու փորձում ես ավելի շատ ասել, թե ես իմ անձը դնում եմ մի կողմ, ես չկամ, կա դիմացինը, դիմացի ասենք տղամարդու համար գեղեցիկ էակը, կինը, աղջիկը, եւ ես պիտի ամբողջովին ինքնամոռաց նվիրվեմ նրան։ Երևի թե դա սխալ է, չէ, այսինքն եթե դու ինքդ քեզ չսիրես, չարժևորես, քո հատկանիշները, քո եսը չպահես, քո եսը նրա համար չէ, ես ճիշտ եմ ձեզ հասկանում, քո ձեր ասածը տրամաբանությունը, ձեր եսը, քո եսը չարժևորես, դու չես կարող արժևորել քո դիմացինի եսը։ Իհարկե, քեզ չսիրելով դու երբեք ոչ մեկին չես կարող ես կյանքում սիրել, որովհետև եթե դու քեզ չսիրես, գա տղամարդ քո կյանք եւ պահ կգա դու կհասկանաս, որ մեկը քո մեջ դատարկությունը ու այդ դատարկությունը պետքա հենց դու ինքդ լրացնես քո սիրով եւ ամենակարևորը հոգուդ հետ կապը պետքա չկորցնես, ինքդ պետքա լինես ներդաշնակ ու երջանիկ, երբ որ դու սովորես լինել ներդաշնակ ու երջանիկ, կյանքդ սկսում է փոխվել։ Մերի, այսօր մեր հասարակության մեջ լիքը վախեր ու տագնապներ կան։ Գիտեք, չասեմ։ Ինչից են հիմնականում դրան գալիս, չնայած գուցե դա չասեք անգամ, շատ հասկանում եմ, սկսած քաղաքական վախերից, արտաքին վախերից, պատերազմի վախերից ու շատ այլ անձնական վախերից, ոնց անենք, որ այդ վախերի դեմ կռիվ տանք, հաղթահարենք այդ վախերը, տագնապները, սարսափները ու կարողանանք ավելի այսպես լավատեսի ժպիտով ապրել այս կյանքը, էլի։ Ստրեսերը եւ վախերը ամեն օր են։ Եվ շատ կարևոր է, թե քո ուշադրությունը որտեղ է ուղղված։ Եթե մենք կենտրոնանում ենք վախերի, տագնապների վրա, դրանք ավելի շատ ուժեղանում են ու գալիս են մեր հետևից։ Անկամ մտքերը, տագնապային մտքերը, երբ որ մարդիկ նման խնդիրներ են ունենում, առանց ինչ որ իրավիճակների արդեն վախեր են մարդու մոտ առաջանում ու մարդը սկսում է այդ մտքից ավելի շատ վախենալ ու այդ վախը սկսում է շատ կոպիտ եմ ասում, ընկնում է իր հետևից ու մարդը սարսափի մեջ է սկսում ապրել ու ամբողջ կյանքը նա արդեն ոչ թե ապրում է, այլ սկսում ընդամենը գոյատևել։ Իսկ այս իրավիճակից դուրս գալու համար միակ փրկությունը դա դրական մտածելակերպն է։ Այսինքն ինչի վրա որ մենք ուղղում ենք մեր ուշադրությունը, դա գալիս է մեր կյանք, դա դառնում է փաստորեն ընտրություն։ Դու կարող ես ընտրություն անել, եթե ես ընտրել եմ ուշադրությունս կենտրոնացնել բացասականի վրա եւ տեսնում եմ, որ ուղղությունս դեպի բացասականի վրա ավելի շատ է մեծանում եւ գալիս է դա իմ հետևից, բայց եթե ունեմ նաեւ ընտրություն կատարել դեպի դրական, այսինքն ուշադրությունս ուղղում եմ դեպի դրական ու իմ կյանքը կամած գալիս է դրական եւ իրադարձություններ եւ էմոցիաներ, զգացողություններ։ Ինչու չընտրել դրականը, եթե կարելի է ընտրել։ Ես ուզում եմ, որ մեր հանդիպումից հետո ձեզ մոտ շատանան այցելուները, այսինքն մարդիկ անկեղծորեն գան եւ փորձեն ձեր օգտակարությունից օգտվել։ Այ հետաքրքիր է եւ ես իմ ամեն եթե լինի դա քաղաքական, լինի դա մարզական, լինի դա հոգեբանի հետ փորձում եմ այնպես ուղղորդել, որ դրանք լինեն թիրախային։ Այ հոգեբանորեն ինչպես եք աշխատում մարդու հետ, ինչպես եք պատրաստվում նրան ուղղակի փոխել,
տանել դեպի լավը, դեպի դրականը, քանի որ ինչպես ասեցինք, այնքան լիքը վատ բաներ կան, բացասական բաներ կան այս մեր իրականության մեջ։ Նախ ասեմ, որ ես ոչ մեկի կյանքում չեմ կարող փոխել։ Փոխվում են այն մարդիկ, ովքեր որ ցանկություն ունեն, ովքեր որ պատրաստ են։ Իսկ այն մարդիկ, ովքեր պատրաստ են, ես ավելի շատ պատրաստ եմ։ Օրինակ, եթե մարդ ասի, ինձ ոչինչ չի կարող օգնել, այո, նրան ոչ ոք չի կարող օգնել։ Մի օրինակ կա, ասում են, երբ որ մարդը քայլի տանձենու ծառի տակով եւ ասի, որ նա կբուժվի, երբեք պետք չի նրա վրա ծիծաղել, որովհետեւ նա անպայման կբուժվի։ Եվ այս կյանքում շատ կարևոր դեր է խաղում հույսը եւ հավատը։ Եվ մեկ շատ բարձ օրինակ կա մի ֆիլմից, ավտովթար է տեղի ունենում եւ բժիշկները նրան 1%-ի հնարավորություն ապրելու անգամ չեն տալիս, բայց այդ մարդը իր մեջ ինքը հույս եւ հավատ ուներ, որ ինքը ապրելու է ու այդ հիվանդանոցից քայլելով դուրս է գալիս։ Եվ հենց այդպես է լինում է։ Այսինքն կան նաև խնդիրներ, որ այդքան էլ ինչ-որ բարդ խնդիր չի, բայց քո ներքին տրամադրվածությունը այնպեսին է, որ ինձ ոչինչ չի օգնի, ես չեմ լավանա, իմ մոտ ոչինչ լավ չի լինելու։ Այո, հավատացեք, հենց այդպես է լինելու է, բայց եթե դու մտածում ես, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես որ դու ուզում ես։ Եվ ես այն մարդկանց եմ կարողանում օգնել, ովքեր որ պատրաստ են, ովքեր որ ուզում են փոփոխություն իրենց կյանքում։ Այսինքն ես ձեր ասածից հետևեց, որ ստրեսները, դեպրեսիաները այսօրվա կյանքում շատ հանդիպող, դրանք սխալ մտածողության եւ սխալ ինքնաներշնչանքի արդյունք են, հա։ Եթե մի քիչ մասնագիտորեն փորձենք վերլուծել ու մարդկանց համար ավելի մատչելի կերպով։ Ինչի արդյունք են դրանք լայն իմաստով։ Եթե այսպես կոնկրետ թիրախային որակենք։ Տառապանքը եւ երջանկությունը դա ընտրություն է։ Մարդիկ երեխա չունեն, տառապում են։ Երեխա ունեն, տառապում են, որ ժամանակ չունեն։ Այսպես նստում սենց այն ոնց որ ժողովուրդն ասում բիձայաբար ուղակի մտածում են ախ վախ երեխա չունենք բան երեխա չունեն մտածես գործ անելու մասին ոնց անես որ երեխա ունենաս չէ ասենք ինչ որ մի տեսակ ավանդական վատ իմաստով մտածողությունը չի դրա պատճառը որ մեր հասարակության մեջ չէ ոչ թե ավանդական չվիրավորենք այդ բառը ավելի շատ վատ իմաստով նահապետական մտածողությունն է որ մի բան չի լինում նստում են ուղակի սենց ընկնում են տառապանքների գիրկը ոչ թե նահապետական, այլ ուղղակի բացասական մտածելակերպ է դա։ Նույն կերպ գումար։ Մարդը գումար չունի, տառապում է։ Գումար ունի, էլի է տառապում, որտեվ ժամանակ չունի կամ չի գնում այն ինչ որ ինքն է ուզում։ Գումարը ունի, ասում է երջանկություն չունեմ։ Այո, ու մենք հասկանում ենք, որ դա ընդհանրապես ընտրություն է։ Իսկ երջանիկ լինելու համար նախապայմաններ պետք չեն այս կյանքում։ Այսինքն, երբ որ ասում են ամուսնանամ կլինեմ երջանիկ, մեքենա ունենամ, տուն ունենամ, ինչ որ առանձնատուն ունենամ, նոր կամ այս աշխատանք ունենամ, այս սրան հասնեմ, նոր ես կլինեմ երջանիկ։ Նման բան գոյություն չունի։ Մենք պետք է սովորենք ապրել այստեղ եւ հիմա, վայելել այն ինչ որ ունենք եւ լինենք երջանիկ ու ներդաշնակ մենք ինքներս մեզ հետ։ Դուք ձեզ լայն իմաստով չնայած մի քիչ շատ ռետորական է հնչում երևի հարցը դուք ձեզ երջանիկ մարդ համարում եք այո ես սովորեցի լինել երջանիկ եւ միգուցե կներեք այդ երջանկության բանաձևը փոխանցեք ես շատ ուրախ եմ որ դուք ձեզ երջանիկ մարդ եք համարում ավելի է խորանում իմ մեջ լավատեսությունը միգուցե այդ երջանկության բանաձևը փոխանցեք որպես նաեւ հոգեբան Մեր ունկնդիրներին, որ նրանք էլ այդ գուցե ինչ-որ մի դուռ բացեն, իրենց մեջ մի հոգու դուռ բացեն եւ իրենք էլ լինեն երջանիկ։ Քանի որ ես ասացի երջանկությունը դա ընտրություն է, ես ինքս ընտրություն կատարեցի լինել երջանիկ ու հասկանալ, որ երջանկության համար նախապայմաններ չկան։ Վերլուծելով իմ կյանքը, հասկանալով, որ ես շատ բաներ եմ ունեցել, բայց ներքուստ երջանիկ չեմ եղել։ Շատ բաներ կորցնելուց հետո ես հասկացա, որ դա ընդհանրապես ընտրության խնդիր է։ Եվ ես սկսեցի գնահատել, որովհետև եւ ուղեղը, եւ մարդը հիմնականում սկսում է արժեզրկել այն ինչ որ ունի։ Այսինքն մենք կարող ենք ինչ որ մի բանով ուրախանալ, մի հատ հրաշալի տեղ գնանք, օրինակ եւ հիանանք, այն ինչ որ կա, ասենց վայելում ենք մեծ ամեն ինչը եւ 1-2 օր հետո այդ ամեն ինչը դառնում է մեր համար սովորական։ Ոնց որ տենց էլ պետքա լիներ։
Բայց երբ որ դու հասկանում ես, որ դա տենց էլ չպետք է լինի եւ այդ ամեն ինչը դու կարող ես կորցնել, հասկանալով այդ ամեն ինչի արժեքը, այսինքն մենք մտածում ենք, հա նորմալ է, որ մենք տեսնում ենք, բա պետք է տեսնենք, քայլում ենք, մենք հոգևոր էակներ ենք, ամենակարևորը եւ եկել ենք այս կյանք զգայարաններով։ Այս կյանքում ինչ տրված է մեզ, տրված է հաճույք ստանալու համար։ Եվ մենք եկել ենք այս աշխարհ երջանիկ լինելու համար։ Մենք պետք է գնահատենք այն ինչ որ ունենք։ Այն որ մենք կարող ենք օրինակ գրկախառնվել, չէ, ջերմություն ենք մենք ստանում, արևի ջերմությունից, աստղերից ու միշտ պետքա հիշենք, որ ժպիտի ջերմությունից, չէ, դիմացի մարդու ժպիտի ջերմությունից։ Իհարկե զգայարաններ կան, չէ, համ, հոտ, անգամ մտածելակերպ, 6 զգայարաններ կան, ու այդ ամեն ինչը մեզ հաճույք ստանալու համար է նախատեսված։ Բայց մենք ժամանակի ընթացքում եւ մոռանում ենք մենք ով ենք, եւ մոռանում ենք մենք ինչի համար ենք եկել։ Իսկ երբ որ մարդը մոռանում է ով է, ու հեռվանում է ինքը իրենից, իրեն պատում են վախերը, ստրեսները, տագնապները։ Իսկ երբ որ դու հասկանում ես դու ով ես, ինչի համար ես եկել այս աշխարհ, էլ ոչինչ քեզ չի կառավարում։ Եվ մարդիկ ինչու են ստրեսերի մեջ, տագնապների մեջ, շատ բաներ փորձում են կյանքում կառավարել։ Իսկ կառավարելը դա իր խնդիրը չէ։ Կառավարողը եւ կառավարիչը մեկն է ու վերևում է գտնվում։ Երբ որ դու բաց ես թողնում վերահսկումը, այսինքն ոնց որ մի հատ sense քարա դուրս գալիս է, ուսերիցդ քարա ընկնում։ Ու ավելի թեթև ես նայում ես կյանքին, հասկանում ես։ Ու ցանկացած իրավիճակում դու պետք է քեզ ասես. ամեն ինչ լինում է այնպես, ինչպես որ պետք է լինի, որովհետեւ ամեն ինչ այնպես է, ինչպես որ կա։ Երբ որ այս խոսքերը ասում ես, դու ավելի թեթևության զգացողություն ես ունենում։ Պետք է հասկանաս, այն ինչ որ կարող ես անել, ոչ թե պետք է ասես, հա դե լավ, պատասխանատվություն չվերցնես, չէ, դու էլի պատասխանատու ես քո կյանքին, բայց դու պիտի հասկանաս, այն ինչ որ կարող ես անել, այո, արա, բայց այն ինչ որ դու չես կարող ու դու դա չես վերահսկում, բաց թող, հանգիստ թող, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ պետք է լինի։ Ամեն ինչ իր ժամանակն ունի եւ ամեն ինչ իր ժամանակին է։ Այ ձեզ հատկապես ինչպիսի հարցերով են դիմում այցելուները եւ կասեք նաեւ այսօր հոգեբանական գիտության մեջ ինչ նորարարական մոտեցումներ կան, որ այսօր դուք կիրառում եք ձեր առօրյա աշխատանքում եւ դրանք տալիս են որոշակի արդյունքներ։ Խնդիրները շատ բազմազան են, բայց ամենաշատ խնդիրները, որ հանդիպում են, տագնապային կամ ստրեսային իրավիճակներ, ստրեսի հետ է կապված հիմնականում, կամ արդեն որ ստրեսը հաղթահարել են, կարծում են, որ հաղթահարել են, արդեն ուրիշ խնդիրներով են գալիս։ Տեխնիկաները եւ նորարարական մեթոդները շատ տարբեր են, բայց իմ ամենասիրելի մեթոդը դա NLP-ն է, ներվոլեզվային ծրագրավորում, որը լեզվի միջոցով կարողանում են քանդել ուղեղի միջի ծրագրերը։ Այսինքն, եթե միջավայրում կա մարդ, որը քո վրա ազդում է, դու տեխնիկայով կարողանում ես այնպես անել, որ այդ մարդը քո վրա չազդի, կամ իրավիճակներ, իրադարձություններ, որ անընդհատ քեզ անհանգստացնում են եւ անընդհատ էմոցիաներ ես ապրում, էլ արդեն քո վրա ոչինչ չի ազդում։ Ու ինձ համար իրոք հաճելի է, երբ որ դու կարողանում ես քո տեխնիկաներով այնպես անել, որ օգտակար լինել մարդկանց ու արդյունք ես տալիս։ Ձեր այցելուների հետ աշխատանքից հետո կարողանում եք հասնել ըստ ձեզ այնպիսի հաջողությունների, որ նրանք նույնիսկ դժվարությամբ են բաժանվում ձեզանից կամ չեն էլ բաժանվում։ Արդյունքների մասին կարծում եմ իմ այցելուները պետք է ասեն, իսկ բաժանման հետ կապված նախ մասնագետը այնպես պետք է աշխատի, որ կախվածություն այցելուն չունենա իրենից։ Եվ միշտ ասում են օրինակ, ես հոգեբանին դիմում եմ, ես խորհրդի կարիք ունեմ, միշտ մարդիկ պետք է հիշեն, որ հոգեբանը երբեք խորհուրդներ չի տալիս։ Հոգեբանը ասում է, տես, կա ընտրության հնարավորություն։ Եթե ընտրում ես այս տարբերակը, ունենում ես այս արդյունքը։ Իսկ եթե ընտրում ես այս տարբերակը, ունենում ես այս արդյունքը։ Որն է քո ընտրությունը։ Կատարիր ընտրություն։ Եվ երբ որ այցելուն արդեն ինքն է կատարում,
Այսինքն ինքը ինքնուրույն է դուրս գալիս այդ իրավիճակից։ Ուղղակի իրավիճակներ կան, երբ որ մարդկանց մտքերը խառնվում են իրար, եւ նա չի կարողանում տեսնի ելք այդ իրավիճակից։ Կներեք, իսկ կարողանում եք, ասենք, մարդուն այցելուի հետ առաջի աշխատանքային պահերից արդեն բնութագրել նրանք։ Օրինակ, կարող եք ինձ բնութագրել իմ հոգեբանական տեսակը։ Ճիշտ եմ արտահայտում հոգեբանական տեսակ։ Հոգեկերտվածք կամ, չգիտեմ։ Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ինքը ունի եւ դրական եւ բացասական կողմեր։ Ոնց է ձեզ մոտ ստացվում աչքերին նայելով կամ երկու բառ խոսելով կամ ինչ որ շատ բան արդեն պատմելով, թե ասենք դուք կարողանում եք շատ արագ նրա բնութագիրը տալ։ Ես մի բան եմ հասկանում, որ մարդը ունի եւ դրական եւ բացասական կողմեր։ Ու յուրաքանչյուր մարդ պետք է ընդունի իր բացասական ու դրական, այսինքն հասկանա, որ այո, ես կարող եմ եւ չար լինել, եւ բարի լինել, եւ շատ զայրանալ, եւ քիչ, ցանկացած բան կա։ Ձեզ նայելով դուք շատ դրական եք տրամադրված կյանքին, չհաշված կյանքի դժվարությունները, փորձությունները։ Էմոսո ժողովուրդն ասում է չհաշված կյանքի թերությունները, հա։ Իհարկե, իհարկե, մենք բոլորս իդեալական մարդիկ չենք, ուղղակի մենք հնարավորություն ունենք ընտրելու։ Մենք ինչն ենք ընտրում այս կյանքում, հենց դա էլ գալիս է մեր կյանք։ Կյանքում ապրելու ձեր նշանաբանը, կասեք։ Չվախենալ, Այո։ Չվերահսկել, ապրել երջանիկ եւ ներդաշնակ։ Հավատում եք, որ կյանքում անհնարին բան չկա։ Եվ ավելի շուտ դա որպես հոգեբան անհնարին բան մարդիկ ստեղծում են, որ հոգեբանորեն չեն կարողանում գտնել իրենց տեղը կյանքում կամ գտնել ինչ-որ հոգեկան կոմֆորտ այս կյանքում։ Նախ ասեմ, որ սթրեսերը առաջանում են, երբ որ մարդը իրավիճակը չի ընդունում։ Ցանկացած բան, երբ որ քո իրականության մեջ դու չես ընդունում, դու ընկնում ես սթրեսերի մեջ։ Իսկ երբ որ դու աշխարհը, իրականությունը ընդունում ես այնպիսին, ինչպիսին որ կա, բոլոր լարվածությունները դուրս են գալիս ու ավելի հանգիստ ես ապրում կյանքդ։ Իսկ լավատեսությունը, երբ որ կա քո մեջ, դու սկսում ես դրական մտածել ու տեսնում ես ինչ հրաշքներ են այս կյանքում տեղի ունենում։ Այնպիսի հրաշքներ, որ ուղղակի սենց խելագարվում ես, ասում ես, հələ էս ինչ էր կատարվում իմ կյանքում։ Դու հասկանում ես, որ վատը նորմալ է, որ պետք է լինի, բայց դրան ավելի թեթև ես մոտենում։ Հասկանում ես ամեն ինչ կարգին է, ում տենց պետքա լիներ։ Բայց դու հասկանալով, որ եթե ես ընտրում եմ դրականը, նաև դրականն է գալի քո կյանք։ Օրինակ հավատի հետ կապված շատ մարդիկ ասում են, դե ուրեմն թող լինի իմ հետ սա, նոր ես էսպես կանեմ։ Կլինի սա, ես կփոխվեմ։ Չէ, չկա տենց բան։ Դու պետք է փոխվես, որ նոր լինի։ Նույնը հրաշքները, դու պետք է հավատաս, որ լինեն հրաշքները քեզ հետ։ Ու լինում են, հավատացեք։ Բայց եթե կյանքը անընդհատ քեզ կոտրում է, Մերի ջան, անդադ դու փորձում ես հավատալ, ես էլ եմ շատ ոգևորվում ձեր խոսքերից, ձեր դրական էներգետիկայից, բայց կյանքում այնպեսի դուրս ես գալիս առօրյա կյանք, անդադ քեզ հարվածում են, ապտակում են բացասական երևույթները։ Ոնց կարողանաս այդ բացասական երևույթներին դիմադրելով անverջ քեզ ասել, որ հավատ, այդ ինչքան հզոր պիտի լինես, վերջը միսոարյուն ես, չէ, երկաթից չես, քարից չես, չէ։ Դա էլ կա։ Համամիտ եմ, բայց երբ որ դու հասկանում ես այդ բացասականը քո անձի հետ կապ չունի, այդ բացասականը իր մեջ է։ Երբ որ մարդիկ քննադատում են, այդ ամբողջ կոպիտ եմ ասում, բորփոսը իր մեջ է։ Այդ բացասականը իր մեջ է, ոչ թե դուք պետք է ընդունեք դա անձնական, որ ես հələ իմ անձը ոնց նա վիրավորեց։ Դուք ուղղակի պետք է հասկանաք, որ ինքը խնդիրներ ունի, իր մեջ է այդ բացասականը ուղղակի դուրս է հանում։ Իսկ երբ որ դուք ուշադրություն չեք դարձնում, իրան թողնում եք իր խնդիրներով, դուք իր բացասականը չեք ընդունում դեպի ձեզ։ Հա, մի բան էլ ասեմ, իսկ գուցե մենք շատ եսակենտրոն ենք նաև, որ չենք կարողանում իրար հասկանալ։ Բոլորս ինչ որ մեկից պահանջում է ինչ որ մի բան, բոլորս ուզում ենք մեր պահանջածի պրիզմայով նայենք շատ ու շատ իրողությունների, դրա համար չենք կարողանում համակերպվել իրականության հետ, այսինքն մեկս մյուսին անընդհատ մերն է պարտադրում, մեր ապրելակերպը
մեր տեսակը, դրա համար երևի չի հաջողվում այդ ձեր ասած ներդաշնակությունը գտնել, էլի զուգակցման ներդաշնակությունը։ Այ սրանից հետևելով ինչ խորհուրդ կտակ սիրահար զույգերին, այս դե գարունը ասեր, հեսա կանացի մեկամսյակն է սկսում, իդեպ նախապես շնորհավորում եմ ձեզ կանացի մեկամսյակի, միշտ ցանկանում եմ գարնանային տրամադրություն եւ այսպիսի գեղեցիկ ժպիտ։ Ինչ խորհուրդ կտակ նոր զույգերին, կյանք մտնող զույգերին եւ սիրահարներին, որոնք պատրաստվում են իրենց կյանքը կապել իրար հետ, իրենց հետ։ Նախ ասեմ ձեր բացասականի հետ կապված այդ եսակենտրոնի, երբ որ իրենք կապը իրենց հետ են կորցնում, իրենք չեն հասկանում իրենք ով են այս կյանքում։ Ու այդտեղ արդեն սկսում է իրենք ապացուցել դիմացիներին, թե օրինակ մեկին ցավացնելով, մեկին նեղացնելով, որ իրենք զգան իրենց ավելի ուժեղ։ Իսկ երբ որ դու հասկանում ես ով ես, բոլոր այդ խնդիրները կորում են։ Մի արտահայտություն կա, ասում է, երբ որ մենք հասկանանք մենք ով ենք, կվիրավորվենք, թե ինչքան ենք նվաստացել։ Ցանկանում եմ բոլոր զույգերին եւ յուրաքանչյուր մարդու, որ հասկանա ինքը ով է։ Ամենաառաջինը ինքը աստվածային էակ է, յուրահատուկ էակ է ու իր նմանակը երկրորդը չկա։ Երբ որ դու հասկանում ես դու աստվածային էակ ես, դու հասկանում ես, որ ոչ մի սահմանափակումներ այս կյանքում չունես։ Դու ամեն ինչ ես եւ ոչինչ ես։ Ու չկարչել եսերից։ Ես սա եմ, դու իմ անձը վիրավորեցի, դու պիտի բաց թողնես, դու հասկանաս դու ով ես ու բաց թողնես այդ բոլոր եսերը, քո պատկերացումները, ինչու են այս ստրեսերը, կամ օրինակ բաժանվելուց հետո ինչի խորը ստրես է մարդան, որովհետև հասկանում է, որ իր եսը, որպես ամուսին, որպես կին, ոչնչացել է։ Իսկ երբ որ դու արդեն հասկանում ես դու ով ես, ամեն ինչ դասավորվում է, ամեն ինչ ընկնում է իր տեղը, հասկանան իրենք ով են, կապը հաստատեն իրենց եսի հետ, իրենց ներքին ձայնի, հոգու, Աստծո, ամենակարևորը։ Սկսեն սիրել իրենք իրենց, լինել երջանիկ, գնահատեն այն ինչ որ ունեն, ապրեն այսօր, այստեղ եւ հիմա, մնացածը արդեն ինքստինքյան կլուծվի ու ընտրեն երջանիկ ապրելը, ընտրեն դրական մտածելակերպը եւ դրական բացասականից դրական անցնելու համար ամենաուժեղ տեխնիկան դա շնորհակալ լինելն է։ Գիշերը քնելուց առաջ անպայման շնորհակալություն եք հայտնում բոլոր այն իրադարձությունների համար, ինչ որ եղել է, եւ դրական եւ բացասական։ Եվ արթնանալուց հետո նորից շնորհակալություն ես հայտնում այն ինչ որ ունես։ Դա մարդուն հնարավորություն է տալիս, որ ուղեղը արդեն դրական ծրագրով քնի եւ արթնանա դրական տրամադրվածության։ Եվ միակ փրկությունը դա է բացասականից անցնել դրական։ Սիրահար զույգերին այն ինչ որ ասում էի, այդ ամենը ուղղակի պետք է անել։ Սկսեն սիրել իրենց, գնահատեն այն ինչ որ ունեն, եթե հնարավոր է այնպես անել, որ ապրեն առանձին։ Ամենակարևոր գլխավոր կետերից մեկը դա է։ Եվ հասկանան, որ ոչ մեկ, ոչ մեկին ոչինչ պարտական չէ այս կյանքում։ Երբ որ մարդը մտածում է, որ դու ինձ պարտական ես, աման լվանաս, ճաշ եփես, նասկիներս հարթուկես, լվանաս եւ այլն, երբ որ դու մտածում ես, որ նա պարտական է, կինը ինչ էլ անի, երբեք չի կարող գոհացնել տղամարդուն։ Իսկ երբ որ հասկանում եք տղամարդը, որ կինը ոչինչ նրան պարտական չէ եւ հակառակը, սկսում ես ցանկացած բան գնահատել։ Օրինակ, Էկարտում ճաշը, ընթրիքը դրված է սեղանին, դու սկսում ես շնորհակալություն հայտնել։ Սիրելի, շնորհակալ եմ, որտեվ հասկանում ես, որ նա պարտական չի ու ավելի շնորհակալությամբ, ավելի դրական է տրամադրված լինում։ Իսկ երբ որ Կներեք մի պահ ձեր խոսքը ընդհատեմ, դուք խոսեցիք շատ գեղեցիկ եք բանանում, բայց այդ ներդաշնակ վիճակը պիտի ստեղծվի շատ ու շատ գործոնների հետ կապված։ Այսինքն այսօր չեք գտնում, որ մի որոշակի չափով, չասեմ 99%-ով կամ չգիտեմ ինչ, հարաբերությունները եւ ամուսնությունները կարծես բիզնես նախագծեր լինեն։ Հիմնված զուտ նյութական, շահադիտական, նույնիսկ նպատակների վրա, հեռատեսության վրա։ Այդ դեպքում ինչպես է ձեր ասած այդ գեղեցիկ իդիլիան հովերգությունը իրականություն դառնալու։ Նման դեպքեր շատ կան,
բայց ոչ բոլորն են նման։ Ձեր ասած սյուժեները բոլորը այդպես չեն, բնականաբար, տարբեր են։ Ուղղակի պետք է հասկանանք եւ ամենակարևորը զույգերի մեջ պետք է հասկանան, որ մեկը մյուսի սեփականությունը չի։ Ու երբ որ դու քո ունեցածին ավելի սիրով, շնորհակալությամբ եւ հոգատարությամբ ես վերաբերվում, կյանքը սկսում է փոխվել։ Իսկ երբ որ դու մտածում ես քո սեփականությունը, դու արդեն վախերի մեջ ես ապրում, որովհետեւ երբ որ դա քո սեփականությունը կարող են քո ձեռքից վերցնել եւ դու այլևս չես ունենա դա։ Մի շատ պարզ օրինակ կարող եմ բերել, երբ որ մարդիկ գնում են ճանապարհորդության, մարդկանց ուղեղը իրականում հանգստանում է, որովհետև հասկանում են, որ նրանք ոչինչ չունեն։ Օրինակ հյուրանոցում կահույքը իրենցը չի, ոչ մի բան իրենցը չի, ու մարդու ուղեղը սկսում է հանգստանալ։ Եվ այս կյանքում նաև, երբ որ դու հասկանում ես, որ դու ոչինչ չունես, անգամ այս մարմինը քոնը չէ, դու եկել ես այս կյանք վայելելու, հասկանալու, առաջադրանքներ հաղթահարելու, փոխվելու, ավելի լավը դառնալու համար։ Երբ որ նայում ենք այս տեսանկյունից, կյանքը սկսում է փոխվել, ավելի հեշտ է։ Դուրս են գալիս զոհի կարգավիճակից։ Ոչ թե իմ հետ էսպես արեցին, այլ ես հասկանում եմ, ես ինչ քայլ եմ արել ու ըստ քայլի արդեն այդ իրադարձությունները իմ հետ լինում են։ Եթե ես եմ արել, նաև կարող եմ ուրիշ կերպ վարվել։ Եվ ես հասկանում եմ, որ կյանքում ամեն ինչ արդար է։ Ոչ մի անարդար բան չկա այս կյանքում։ Սխալվել եմ, ընդունում եք, որ սխալվել եք, ու սկսում եք արդեն հասկանալ, ինչ կարող եք անել, որ ավելի լավը դառնալ, քան երեք էիք։ Այսինքն մենք ենք ավելի շատ կյանքը դարձնում անարդար, կյանքը մեր պատկերացումների մեջ դարձնում անարդար։ Ձեր ասած խոսքից դա է, հա, երևի հետևում, որ քան իրականում այսպես մի абստրակտ պահով կառուցում ենք անարդար կյանքի ինչ որ մի կերպար եւ ասում ենք այ կյանքը անարդար է։ Այո, եթե մտածում ենք, որ նյութական ինչ որ շահերից ենք ամուսնանում, իրականում ստանում ենք վերջում այն ինչին որ արժանի ենք, այն ինչ որ մենք ընտրել ենք։ Բումերանգի օրենքով։ Իհարկե։ Մերի շնորհակալություն, որ եկաք։ Կարծում եմ այս խոսակցությունը շատ կարելի է շարունակել։ Դրա համար հետագայում կարծում եմ ձեզ հետ էլի եթերներ կունենանք եւ կփորձենք ձեզ հետ միասին նաեւ որպես մասնագետ օգնել մեր հանրությանը նաև օրախնդիր հոգեբանական այս հարցերի առաջ կանգնած մեր հանրությանը ստանալու գոնե որոշակի հարցերի պատասխաններ եւ գուցե կունենանք թիրախային թեմաներ, թե ձեր առաջարկությամբ, թե մեր առաջարկությամբ, որպեսզի մեր հանրությունը հոգեբանական իմաստով լինի ավելի ամուր, ավելի լավատես։ Այո, ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն շատ։ Մեր հյուրն էր հոգեբան, հոգեթերապևտ Մերի Խաչատրյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, դա ձեզանից առանձնապես ջանք չի պահանջի, բայց դրանով դուք մեզ կօգնեք, որպեսզի մեր աշխատանքը դառնա ձեզ համար ավելի հասանելի եւ ավելի օգտակար։